Ամար ինչ կանի, լավն է իր հետ դրական շատ բաներ է բերում, բայց նաև ունի նաև բացասական դժվար կողմերը եւ այսօր մեր top թեման ամառն է, արևածներ, արևայրուք, բայց ունենք շատ այլ կարևոր թեմա։ Ամառն իր հետ բերում է յուրահատուկ ռիսկեր, Հայաստանում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում Volfire ծրագիրն իրականացվում է 2022 թվականի դեկտեմբերից եւ կավարտվի 2026 թվականի հուլիսի 31-ին։ Այս նախագիծը կյանքի է կոչվում Ավստրիական զարգացման գործակալության եւ Ավստրիական Կարմիր խաչի ֆինանսավորմամբ Հայկական Կարմիր խաչի ընկերության, Ավստրիական Կարմիր խաչի, Հայկական Caritas Ավստրիայի, սպասիբա, եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարարծառայության սերտ համագործակցությամբ ծրագրի աշխարհագրական ծածկույթն ընդգրկում է Հայաստանի 9 մարզերի 13 համայնքներ։ Ծրագրի եւ դրա արդյունքների մասին խոսենք մեր հյուրերի հետ։ Եվ այսպես մեր հյուրերն են Հայաստանի Կարմիր խաչի ընկերության աղետների կառավարման բաժնի ծրագրի համակարգող Լուսինե Առաքելյանը, բայդոյս, եւ ՀԿԽ ձեր դեպքում կլինի տենց ասեմ։ Մեկ ասեցի Հայկական Կարմիր խաչի ընկերության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը։ Բարի լույս։ Բարի պայծառ առավոտ բոլորիս։ Վաու։ Մեզ ոչ ոք այսպես չէր ողջունել մոլիտվին։ Գիտեն։ Բարի պայծառ առավոտ, շնորհակալ ենք Անջա։ Արևն էլ է ձեր կյանքում անբաժին մաս կարելի ասել եւ խոսենք շատ բարդ կարեւոր պետքական թեմայի շուրջ։ Նաև թեմա, որը իր հերթին պահանջում է, որ գոնե բնակչությունը որոշակի իմաստով իրազեկված լինի, որովհետև իրազեկվածությունը վերում է դրանից պաշտպանվելու եւ աղետներին ավելի արագ ու ճիշտ արձագանքելու համար։ Աղետների մասի տեղեկատվություն ունենալը կարելի ասել աղետներից պաշտպանվելու 50%-ն է։ Որոնք են այդ յուրահատուկ ռիսկերը։ Ռիսկերը ընդհանրապես տարբեր են, ընդհանրապես աղետներն են տարբեր։ Աղետների կան բնածին, տեխնածին եւ տարատեսակ աղետներ, իրենք նույնիսկ ենթատեսակներ ունեն, բայց ամեն դեպքում թե ոչ մասնագիտական, պետք չի տենց լուրջ գիտական մակարդակի տեղեկատվություն ունենալ, գոնե պետք է իմանալ հնարավոր սեզոնային աղետներից պաշտպանվելու մեխանիզմները։ Հայկական Կարմիր խաչի ընկերության ռազմավարական կարևոր ուղղություններից մեկը հենց դա է, որ ոչ միայն մենք արագ արձագանքում ենք աղետներին եւ Հայաստանի տարբեր մարզերում ունենք օրինակ DRT թիմեր, որոնք շատ հատուկ վերապատրաստում անցած կամավորներ են, ունեն շատ լուրջ մասնագիտական կարողություններ, կարող են տարատեսակ աղետների ժամանակ շատ կոնկրետ գրագետ մասնագիտացված արձագանք տալ եւ բացի այդ արձագանքից նաեւ մեր գերխնդիրն է իրազեկել հասարակությանը, բնակչությանը, մարդկանց, որովհետեւ ինֆորմացիան ամեն դեպքում պաշտպանության եւս մեկ մեխանիզմ է։ Մարդ պետք է իմանա, որ դեպքում խոչապի կարելի է մատնվել, որ դեպքում է պետք փախնել, որ դեպքում չէ, այսպես ասած, պաշտպանվել եւ դա թերևս համար մեկ գերխնդիրն է, որ մենք այս բանին փորձում ենք լուծել։ Իրենից դա այդ ամբողջությունը ներկայացնում է աղետների ռիսկի նվազեցում։ Okay։ Ովքեր կարող են դառնալ կամավոր։ Բոլոր ցանկացողները, չնայած կա տարիքային սահմանափակում, բայց բոլոր ցանկացողները անչափահասների պարագայում ծնողների թույլտվությամբ պայմանագիր կա, ընդհանրակարգ կա կամավորների հետ իրականացվող անչափահասների պարագայում ծնողների անմիջական թույլտվությամբ եւ պայմանագիրը ստորագրում է ծնողը, չափահասների պարագայում գործընթացը իրականացնում են անձամբ իրենք եւ ազգային ընկերության կամավորական ինստիտուտը տարբերվում է մյուս կամավորությամբ զբաղվող կառույցներին, մեր մոտ շատ կոնկրետ դրված են մասնագիտական տարատեսակ ուղղություններ։ Եթե մարդ ունի օրինակ նախասիրություններ, սիրում է, չգիտեմ, բժշկություն կամ ստանում է բժշկական կրթություն եւ այլ, իրեն ավելի մոտ ու հարազատ թեմա է, սովորում է առաջին օգնություն եւ դառնում առաջին օգնության հրահանգիչ։ Եթե մարդ ավելի փրկարարական ինչ-որ կարողություններ ունի, այս մասին առավել մանրամասն Լուսինեն գործընկերս կպատմի, դառնում է աղետների բաժնի կամավոր, այսպես ասած, DRT-ում է ներառվում եւ իհարկե հրշեջ կամավորների, որ այսօր շատ մեծ աշխարհագրություն է Volfire իրենց ներկայացնում Հայաստանում եւ շատ հետաքրքիր ու շատ կարեւոր ծրագիր է։ Խոսենք ծրագրից, շատ հետաքրքիր ու կարեւոր։ Նախ նշեմ, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ունենալով մանդատ լինելու հումանիտար ոլորտում պետության օժանդակ կառույց, աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում ունի հստակ եւ համապարփակ մոտեցում, կանխարգելում, պատրաստվածություն եւ արագ արձագանք։ Եվ մեր տարբեր կամավորական թիմերը, որոնք գործում են աղետների կառավարման բաժնի շրջանակներում, եկել են դրան օժանդակելու, այսինքն պետական ծառայություններին օժանդակելու այդ հարցում, ինչպես
Արտուրը նշեց, մենք ունենք արագարձագանքման թիմեր, որոնք սեզոնից կախված վերապատրաստումներ են անցնում, ունենք 120 կամավորներ 10 մարզերում եւ մարզ բաց եք թողել։ Չէ։ Բոլորներ կան։ Այո, բոլորում կան։ Արագարձագանքման թիմեր, որոնք նույնիսկ ամառային սեզոնին, այսինքն երբ սեզոնը փոխվում է ամառային սեզոնին, Սևանի առափնյա հատվածներում հանրային լողափերում առաջին օգնության եւ առաջին արձագանքման գործողություններ են անում, իսկ ինչ վերաբերվում է հրշեջ փրկարարական կամավորներին, իրենց բնույթով բավականին տարբերվում են, որովհետեւ ի տարբերություն մեր մնացած կամավորների, իրենք լիազորություն ունեն գործելու կարմիր գոտում։ Կամավոր հրշեջ փրկարարական այս նախաձեռնությունը դեռևս կարող ենք հետ գնալ 2020 թվական, այն պիլոտավորվել է 2 համայնքում եւ հաջող փորձի արդյունքում հասկացել ենք, որ աշխարհագրությունը պետք է ընդայնվի եւ այն տարածվել է Հայաստանի 13 համայնքներում։ Հիմա ունենք ակտիվ 200 կամավորներ, որոնք անցել են վերապատրաստման մեծ դասընթացներով, անցել են փրկարար ծառայության կողմից որակավորման քննությամբ ստանալով փրկարարական կարգ եւ հիմա իրենք հանդիսանում են Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներ, ունեն կյանքի ապահովագրություն եւ իրենք պատրաստ են համայնքներում կազմակերպելու առաջին արձագանքը։ Այստեղ կարևոր է նշել, որ կամավորական հրշեջ փրկարարական խմբերը ոչ թե գալիս են փոխարինելու պետական ներքին գործերի նախարարության փրկարար ծառայողներին, այլ առաջին արձագանքը կազմակերպելու, մինչև պետական ծառայությունները կժամանեն դեպքի վայր։ Սրանով Հայկական Կարմիր խաչի ընկերությունը իր գործընկերների հետ, որոնք դուք սկզբում նշեցիք, փորձում են համայնքները ավելի դիմակայուն եւ ինքնաբավ դարձնել։ Շատ լավ։ Այնց հետաքրքիր է ինչ աշխատանքներ են տարվում տեղեկացված լինելու համար, որովհետև ցավոք սրտի մենք շատ ոլորտներում, բնագավառներում ունենք այդ խնդիրը, որովհետև մեր հասարակությունը քիչ տեղեկացված լինելու պատճառով չի կարողանում այս կամ այն հարցում կողմնորոշվել շատ ճիշտ քայլեր անել։ Ինչ ծրագրեր ունենք այդ հարցում։ Այստեղ նշեցի, որ այն փաթեթը, որ աղետների ռիսկի կառավարման համար գործադրում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, իր մեջ ներառում է նաև կանխարգելման կոմպոնենտը, այն է համայնքները պատրաստել, չենք սպասում, որ աղետը հասնի, նոր որոշակի գործողությունների գնանք, այնտեղ դպրոցներում, համայնքապետարաններում որոշակի իրազեկվածության բարձրացման հանդիպումներ են կազմակերպվում, մեր արագ արձագանքման թիմերը պարբերաբար իրականացնում են ռիսկերի գնահատում իրենց մարզում, համապատասխան մարզերում։ Մեր կամավոր հրշեջ փրկարարական խմբերը մինչև սեզոնային ռիսկերի հայտ գալը իրենք նույնպես իրենց համայնքի ներսում կազմակերպում են իրազեկվածության բարձրացման արշավներ, այսպես կարելի է ասել։ Եվ այս ամենով հանդերձ մենք ունեցել ենք նաև անցած տարվա ընթացքում որոշակի դպրոցներում տարհանման պլանների թարմացում, այո, պրակտիկ։ Եվ պետք է նշեմ, որ կամավոր հրշեջ փրկարարները իրենց նախապատրաստական այդ դասընթացները վերապատրաստումների ընթացքը ամբողջը միտված է նրան, որ իրենք պատրաստված լինեն ամբողջությամբ, եթե արտակարգ իրավիճակ, արտակարգ դեպք պատահի։ Այնտեղ որոշակի տեսական հատված կա եւ ամենակարևոր ուղղվածությունը տրված է գործնական հատվածին, այսինքն սիմուլյացիոն բազմապիսի վարժանքներ, ու այս վարժանքները ոչ թե մի ուղղությամբ են օրինակ հրդեհաշիջում կամ փրկարարություն, այլ իրենք բավականին բազմագործառույթ են ու հիմնականում փորձում ենք նաև տեղական մնացած գործող խմբերին ընդգրկել, օրինակ վարժանքի դեպքում դպրոցներին ենք ընդգրկում, մանկավարժական կազմ, աշակերտական կազմ, մանկապարտեզներին, համայնքապետարանի աշխատողներին, տվյալ գոտում աշխատող բարեկային ծառայության, շտապ օգնության աշխատակիցներին, որպեսզի երբ արտակարգ իրավիճակ լինի, իրենք պատրաստ լինեն ամբողջությամբ այդ մեխանիզմը պատկերացնելու, ինչպես պետք է ահազանգը լինի, ազդարարումը լինի, ով պետք է առաջինը գա, ում տեղեկատվության փոխանցումը, փոխանակումը ինչպես պետք է լինի, որպեսզի խոճապային իրավիճակը, որը պարզ է հայտ է գալիս արտակարգ իրավիճակների պարագայում, ավելի նվազ լինի եւ հետագա իրավիճակը, ընթացքը կամ դրանից տուժածների քանակը եւ այլն համապատասխանաբար ավելի նվազեցված լինի։ Ես Արթուրին հարց ունեմ։ Ինչ խորհուրդ կտաք մարդկանց ամռանը անվտանգ հանգստանալու համար։
անվտանգ հանգստանալու մի քանի տարբերակ կա։ Եթե կախված աղետի տեսակից, որ աղետն ենք ցանկանում կանխարգել են։ Եթե այս պարագայում խոսում ենք հրդեհներից, բնականաբար առաջին հերթին պետք է բոլորը զգուշանան իրենք խարույկներ վառելու պարագայում իրենք հրդեհի առիթ դառնալու համար։ Մենք գիտենք, պիկնիկների սեզոնը արդեն կարելի է ասել սկսվել է, բոլորը փորձում են ինչ-որ անտառային ծածկույթներում հանգիստ անցկացնել, Հոբարը խորովածան։ Անպայման խորովածից հետո գոնե անջատել այդ խորովածի կրակը եւ իսկապես ստուգել անջատվեց, թե չէ, թե դե լավ ինքն իրեն կհանգի։ Շատ ուշադիր լինել անգամ սովորական սիգարետի մնացորդին, որովհետեւ թոփերից մեկն է, գոնե, որովհետեւ հատկապես չոր սեզոնային, հա, երբ խոտերը սկսում են չորանալ, անգամ, չգիտեմ, մեքենայի պատուհանից դուրս գցելուց այդ գլանակը կարող է պատտվել ու միտեղ հրդեհ առաջացնել։ Անցած տարի մենք դրան ականատես եղանք եւ մեր կամավորները, փառք հրշեջ կամավորները, որոնք ունեն իրավասություն առաջին գոտում, կարմիր գոտում աշխատելու, իրենք հսկայածավալ աշխատանք արեցին, բայց դա չէր այն ամբողջ երկնքի, այլ կորուստը բնության այդ հսկա անտառների այդ ծավալը, որ ոչնչացված էր, դա այլևս նույնիսկ եթե ճիշտ ժամանակին ես արձագանքում, եթե ճիշտ օգնություն ես ցույց տալիս, շատ արագ ես արձագանքում, միևնույն է, պատկերը չի փոխվում, չէ՞ որ այդ ծառը կամ այդ բույսը աճում է մի քանի տասնյակ տարում, իսկ մի քանի վայրկյանում ոչնչանում էր, այլ չեն խոսում կենդանիների մասին։ Բայց շատ կարևոր է նաև ամռան հանգստի ժամանակ օրինակ զգուշանալ ջրահեղձություններից, որոնք էլի, հա, բոլորը շոկա վազում են ինչ որտեղ լողանալու, դա եւս կատաստրոֆիկ լուրջ խնդիր է, գոնե անպայման կրեն այդ անվտանգության բաճկոնները, իսկապես հատկապես տեղանքներ կան, գետեր կան, որոնք եթե նույնիսկ կարող ես դու տիրապետել, հրաշալի է լողավազանում շատ լավ լողում ես, բայց հա, կախված գետի իր հոսանքից եւ միշտ պետք է զգուշանալ, որովհետեւ ամռանը մենք բոլորս փորձում ենք ինչ-որ ձմեռվա այդ փակ վիճակներից դուրս գալ, մեզ այդ ազատության շունչ։ Այո, այդ ազատությունը արդեն տանում է, մեկ էլ հասկանում ես ազատության սահման անցել ես, արդեն վտանգավորության կարմիր գոտում ես, այլևս ազատության մեջ չես։ Եվ դրա համար իրոք պետք է շատ զգուշանալ, հատկապես այն խնդիրները, որ դու կարող ես առաջացնել շրջապատիդ համար։ Եթե այս դեպքում, հա, ինչ որտեղ, չգիտեմ, ջրահեղձությունը ֆիզիկական մեկ անձից է կախված, այս սովորական սիգարետը կարող է մի հսկայական անտառ ոչնչացնել, որը մեծ ողբերգություն է, դրանում պարտադիր շոկ եղանակին անդադար օրինակ արևահարվածության դեպքերն են շատ լինում, պետք է անդադար ջուր օգտագործել եւ հետեւել որոշակի, հաճախ ազգային ընկերությունը ինքը խորհուրդների որոշակի sense top ինչ-որ բաներ տեղեկատվություն տարածում է եւ եթե հետեւեն մեր էջերին, անպայման կարողանան այդ մասի տեղեկատվություն գտնել։ Դե ծխելը վնասակար է, ընդհանրապես մի ծխեք, որ մի հատ ինչ-որ այդպես խնդիրների առաջ կանգնեք, եթե որ մեքենայից այսպես ձեզանից ուրախ sense եք անում, ծխախոտի գլանները։ Դա արդեն վնասակարություն չի, դա արդեն գոնե անդաստիարակություն է մինիմում։ Կարող ենք օրինակ ամփոփիչ, այսինքն ինչ-որ տվյալներ ունենք, որ top են 3 թեմա խնդիրները, որոնց ուղղությամբ աշխատում եք եւ մեր մոտ քանակով ամենամեծն է։ Մոնիտորինգ արվում է, այսինքն մենք ունենք քանակով։ Որպես այդպեսին աղետների մոնիտորինգ ճիշտ է անդադար կատարվում է, իհարկե կախված կլիմայից, եղանակից եւ այլ, բայց հայկական Կարմիր խաչի պարագայում մենք պատրաստում ենք բոլոր ուղղություններով եւ այդ մեր պատրաստվածության արդյունքում մենք կարողանում ենք շատ արագ արձագանքել տարբեր ուղղությունների։ Դրանք կլինեն ջրհեղեղը, հա, Լոռու մարզի վերջերս 1-2 տարի առաջ տեղի ունեցած, որը բավականին մեծ հետևանքներ թողեց։ Դրանք կլինեն աստված մի արած երկրաշարժեր եւ այլ տեսակի հրդեհներ, կարկուտների պարագայում վերջերս կարկտահարության դեպքով մենք ունեցանք արագ արձագանքման մի նոր ծրագիր եւ այդ ծրագրով փորձեցինք որոշակի հատ ուժած բնակիչների աջակցություն ցուցաբերել, բայց աղետները քանի որ իրենք տարբեր տեսակի են, մեր պատրաստվածության ուղղությունները իրենց հերթին եւս տարբեր տեսակի են լինում եւ դրանց արձագանքը եւս տարբեր է լինում։ Մի դեպքում դա կարող է լինել ինչ-որ օժանդակություն, ֆինանսական, մյուս դեպքում ավելի, հա, Լուսինեի ծրագրի պարագայում ֆիզիկական ներկայությունը, որը եւս շատ կարեւոր է։ Հավելեմ Արտուրին, որ օժանդակությունը իհարկե որոշ իրավիճակներում սպոնտան է լինում, բայց մենք ազգային ընկերությունում ունենք արձագանքման պլան, ըստ որի կա մոտակա սցենար, հեռակա սցենար, այսինքն յուրաքանչյուր աղետի կամ արտակարգ իրավիճակի ժամանակ ազգային ընկերությունը իր մանդատի եւ իր ռեսուրսների շրջանակում ինչ գործողություններ է ձեռնարկելու առաջին արձագանքման կամ հետևանքները մեղմացնելու հետ կապված։ Հուլիսի 31-ին ծրագիրը ավարտվում է։
ծրագիրը ավարտվում է եւ նոր փուլ է սկսվում։ Դեպի նորությունը դες յուր գալու ճանապարհին իմացան։ Ձեր հրավերը շատ կոնկրետ ազդարարել ճանապարհին։ Շատ։ Մենք հենց դրան էինք սպասում եւ այսօր այդ լուրը հաստատվեց, որ մենք կունենանք ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակներում արդեն աշխարհագրությունը ավելի կընդլայնի, ընդգրկելով եւս 8 համայնքներ, եւ նշեմ, որ ծրագրի սկզբում երբ մենք էինք համայնքներին առաջարկում միանալ ծրագրին, ապա այս փուլում արդեն համայնքներն են դիմում միանալու ծրագրին, եւ սա կարող եմ ասել, որ հրաշալի քայլ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգը ել ավելի մեծ ուժերով համալրելու կամավորական հրշեջ փրկարարական ուժերով։ Դե ինչ մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր որ գրավեցին այս թեմայով եւ ուզում են դառնան կամավոր, կոչ ենք անում մաքսիմալ ուշադիր լինել, որովհետեւ այս մարդիկ իրենց ահռելի մեծ թիմով ջանք չեն խնայում եւ նույնիսկ երբեմն ցավոք սրտի չեն էլ նայում թե իրենց կյանքն է վտանգում, թե իրենց առողջությունն է վտանգում, բայց իրենք շտապում են վազում են, որպեսզի փրկեն բնությունը, փրկեն մեզ։ Շնորհակալություն ձեզ։ Հուսով եմ ծրագիրը երբ որ զարգանա, մենք կրկին ձեզ կյուրընկալենք, որովհետեւ այս իրազեկումը շատ կարեւոր է ու պարտադիր ու մշտապես հաճախ Հասարակությունը պետք է շատ ինֆորմացիա Որքան էլ դուք ծանրաբեռնված եք նույն կարծում եմ կգտնեք ժամանակ, կգաք։ Ձեզ համար մեծագույն սիրով սպասենք ձեզ։ Արդեն լավ նորությունների հետ է ասոցիացիան, շնորհակալ ենք հրավերի համար։ Շնորհակալ եք շատ։ Ձեզ լավ օրը։ Բարի պայծառ առավոտ է։ Տարաշետ, չէ՞, շնորհակալ ենք շատ։ Մեր հյուրերն են Հայաստանի Կարմիր խաչի ընկերության աղետների կառավարման բաժնի ծրագրի համակարգող Լուսինե Առաքելյանը եւ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը։ Շնորհակալ ենք շատ։ Բարի օր։ Դե ինչ, այսքանով տարարարամ, պամ, ձեզ լավ ունենք։ Մաղթում, սա կենտրոն հեռուստաընկերությունն է, մշտապես եղեք մեզ հետ։